Բարձր դատարանը ոչ ամբողջական կազմով սկսեց քաղաքական 7 ուժերի դիմումների քննությունը։ Նախքան ընտրության արդյունքի վերաբերյալ ԿԸՀ որոշումն անվավեր ճանաչելու վեճի քննությունը ՍԴ նախագահ Արման Դիլանյանի խնդրանքով կողմերը ներկայացրին դատարանի իրավազորության հետ կապված հարցերը։ Դատարանում ԲՀԿ ներկայացուցիչ Արամ Օրբելյանը միջնորդեց, որ հակասահմանադրական ճանաչվի ՍԴ դատավորների գործի քննությանը մասնակցելու անհնարինության ինստիտուտը, որպեսզի դատարանն ամբողջ կազմով, այսինքն 9 դատավորով քննի գործը, ներառյալ Արտակ Զեյնալյանն ու Վլադիմիր Վարդանյանը։ Մենք ներկայացրել ենք միջնորդություն, որով խնդրում ենք բարձր դատարանին ապահովել սահմանադրական դատարանի ամբողջական կազմի, այդ թվում եւ դատավոր Արտակ Զեյնալյանի եւ դատավոր Վլադիմիր Վարդանյանի մասնակցությունը սույն վեճի քննությանը եւ լուծմանը, եւ ըստ էության հիմքում դրված է մի քանի հանգամանք։ Առաջինը սահմանադրության 167-րդ հոդվածի համաձայն սահմանադրական արդարադատություն իրականացնում է սահմանադրական դատարանը, ապահովելով սահմանադրության գերակայությունը։ Նույն հոդվածի 3-րդ մասը արձանագրում է սահմանադրական դատարանի լիազորությունները սահմանվում են սահմանադրությամբ, իսկ կազմավորման եւ գործունեության կարգը սահմանադրությամբ եւ սահմանադրական դատարանի մասին օրենքով։ Ուժեղ Հայաստանի ներկայացուցիչ Արամ Վարդանյանն ասաց, որ Օրբելյանի այս մոտեցումն ընդունելի չէ, քանի որ Զեյնալյանը եւ Վարդանյանը, որոնց նկատմամբ գործի քննությանը չմասնակցելու որոշում է կայացվել, առնվազն հանրային ընկալման տեսանկյունից քաղաքական կաշկանդվածություն չէին կարող չունենալ։ Հայաստան դաշինքի ներկայացուցիչ Արծվիկ Մինասյանը պաշտպանեց ԲՀԿ-ի միջնորդությունը, լսելով կարծիքները, դատարանը որոշեց մերժել Օրբելյանի միջնորդությունը։ Պարոն Օրբելյան, ձեզ դուք չտվա, թե մենք այդպես թեթև սրտով ենք բաժանվել մեր գործընկերներից, մենք էլ շատ ծանր սրտով ենք անհնարինություն հայտնել մեր գործընկերներին, բայց կշեռքի վրա դրված է հետևյալ հարցը. կամ մենք քննում ենք ոչ լիարժեք կազմով, դրանից բխող բոլոր դժվարություններով, որ պատասխանատվությամբ, որ կրելու են արդեն 7 դատավորներ, այլ ոչ թե 9, իսկ մյուս կողմից դատարանի լեգիտիմության հետ կապված մտահոգություններով։ Ուղղակի նաև տեղեկացնել, որ դատարանը կարող է գործերը քննել, ընդհանուր եթե նույնիսկ 5 դատավոր է մասնակցում։ Դատարանում անհնարինությունը առաջացնում է իր խնդիրները։ Չենք ունենում ամբողջ կազմով դատարան, կրկնում եմ, ամեն ինչով հանդերձ։ Պետք է ժողովուրդը տեսնի այն դատարանը, այն կազմը, որ որոշում է կայացնելու։ Եվ վերջի դատարանը կամ պետք է մերժի, կամ պետք է բավարարի։ Երկուսի համար էլ անհրաժեշտ է 5 ձայն։ Մենք եթե վերջում ավարտվեց, որ 4-3 հավուտ չենք կարողանում ավարտենք, մենք վերադառնալու ենք այս հարցին։ Նիստում ընդդիմադիրներն ուշադրություն հրավիրեցին փաստի վրա, որ ՍԴ դատավոր Դավիթ Խաչատուրյանը հատուկ քննչական ծառայության նախկին ղեկավար Սասուն Խաչատրյանի հարազատ եղբայրն է։ Իսկ Սեդա Սաֆարյանը 2021 թվականին եղել է Հանուն Հանրապետության կուսակցության ցուցակով падգամավորի թեկնածու։ Չնայած սրան ՍԴ դատավորներից ոչ ոք Խաչատուրյանի եւ Սաֆարյանի նիստին մասնակցության անհնարինության հարց չբարձրացրեց։ Հարցը մենք համարում ենք սպառված եւ անցնում ենք առաջ։ Տիկին Սաֆարյանը ունի ընդգծված անձնական բացասական վերաբերմունք, տվյալ դեպքում իմ կողմից ներկայացվող ԲՀԿ-ի առնվազն Գագիկ Ծառուկյանի վերաբերյալ։ Ես նախկինում կամ այ որ ինքը փաստաբանական գործունեություն էր, փաստաբանական դիմացի կողմեր ենք նաև մարտի 1-ի գործով, բացի նրանից, որ ունենք հակադրվող կողմերի ներկայացություն, ես կարող եմ պնդել, որ իր պնդումներում կա որոշակի անձնական վերաբերմունք նաև Հայաստան դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանի մասով։ Ընդ որում դա ոչ միայն փաստաբանական գործունեության ծավալներից է բխում, դա բխում է նաև ոնց էր կոչվում փաստահավաք խմբի շրջանակներում իրականացված գործունեությունից։ Հետո սկսվեց բուն վեճի քննությունը։ Ընդդիմադիրները ներկայացրին նախընտրական եւ հետընտրական շրջանում տեղ գտած ընտրախախտումները, իշխանության կողմից վարչական ռեսուրսի չարաշահում, ընդդիմադիրների համատարած ձերբակալություններ, ատելության խոսքի տարածում, քվեարկության օրը այսպես կոչված գաղտնի ցուցակների վերահսկողություն, անվավեր քվեաթերթիկների անսովոր մեծ թիվ, թափանցող ծրարներ, իսկ ընտրությունից հետո ԿԸՀ-ի կողմից 2 տեղամասերի քվեարկությունն անվավեր ճանաչելու որոշում, որի հետևանքով ԲՀԿ-ն չի անցնում խորհրդարան։ Ստացվում է կենտրոնական ընտրական հանձնաժողովը մի կողմից յուրովի մեկնաբանեց ընտրական օրենսգիրքը, ստանձնելով լիազորություն անվավեր ճանաչելու ընտրական տեղամասի արդյունքները, բայց չսահմանափակվեց դրանով, այնուհետև շարունակեց եւ որոշեց, որ վերաքվեարկություն էլ անելու անհրաժեշտություն չկա, որտեղ իրենք այդպես են գտնում, որտեղ անելու դեպքում դա կլինի տակտիկական քվեարկություն։ Բարձր դատարան այս ընտրությունները
թե սկզբնական փետրվարի 7-ին հաջորդող ժամանակահատվածում, թե նախընտրական քարոզարշավի ընթացքում, թե քվեարկության օրը, թե դրան հաջորդող ժամանակահատվածում իսկապես տարբերվում են, որովհետև այս ողջ շղթայի մեջ մի բան միշտ տեղի ունեցել է, դա ընտրախախտումն է, դա հիմնարար ընտրախախտումներն են, դա հավասարությունը եւ օրինականությունը խաթարող ընտրախախտումներն են։ Բարձր դատարանում գործով որպես երրորդ անձ է ներգրավել նաև ՔՊ-ն, որը ներկայացնում է Սուրեն Գրիգորյանը։ ԿՀ-ն ներկայացնում է Վահագն Հովակիմյանը։ Խորհրդարանի ընտրության արդյունքն անվավեր ճանաչելու գործի քննությունը կարող է տևել մի քանի օր։ Բարձր դատարանն աշխատելու է նաև ոչ աշխատանքային ժամերին ու նաև շաբաթօրը։ Հնարավոր է նաև կիրակի։ Գործով որոշումը պետք է հրապարակվի ամենաուշը մինչև հուլիսի 4-ը։ Ալադավթյան, Ալեքսանդր Կիրոյան, Էպիկենտրոն։